Այսօր հիմնական խնդիրն անում է, որ մարդիկ դեռ չսովորած այդ տեխնոլոգիաներին չհարմարված ստիպված են դրանցից օգտվել, որովհետև ամբողջ վճարային համակարգը անցում է on-line, անկանխիր գործարքները գրեթե զրոյանում են, շատ բաներ հեռավար են եւ այլն, այսինքն մարդիկ ուզեն չուզեն, արդեն այն խոսակցությունները, որ ամեն ինչ թողելու եմ, գնալու եմ քարանձավում ապրեմ եւ այլն, չեն աշխատում, մարդ ստիպված է հարմարվել։ Իսկ հանցագործները շատ լավ գիտեն, որ մարդկանց մեծամասնությունը դեռ լավ գլուխ չի հանում ու այ փորձում են այս ոնց որ ասած այս բխտոր ջրի մեջ ցուկ որցալ։ Որոնք են հիմնական այսօր Հայաստանում տարածված խնդիրները։ Մի մասը տեխնիկական են, այսինքն մարդիկ նորմալ չեն պաշտպանում իրենց հաշիվները եւ այլն, կոտրում են եւ այլն, այսինքն բաներ շատ կան, բայց հիմա հիմնականում սկսել են տարածվել խարդախություններ, որոնք օրինակ on-line առևտրի հետ կապված են։ Ամենա տարածվածներից մեկը այն է, որ եթե մարդ ինչ-որ մի բան on-line վաճառում է, իսկ հիմա գրեթե բոլորը գոնե ինչ-որ մի հին պատշգամբ այսի մեսա բան ես գտել վրան մեջից ինչ-որ բան ես հանել, չգիտես թափես թե չէ, դնում ես list IM-ում վաճառքի կամ Facebook-ի marketplace-ով։ Ու հանցագործները այդտեղ աշխատում են շատ օպերատիվ, ռոբոտներ են ուղղակի, հենց որ մարդը հայտարարություն դրեց, միանգամից հետը կապնվում են WhatsApp-ով, Viber-ով ու սկսվում է մոտավորապես պատմությունը այսպեսին է։ Ես ապրում եմ, ենթադրենք հայտարարությունը գյումրեցի է դրել կամ երևանցի, ես ապրում եմ Կապանում, այսինքն արդեն որ հեռու է ու ստիպված է, ասում է ինչ որ սուր հանդակի ծառայությունից օգտվենք, բան ուղարկեմ ինչ որ մեքենա դրա հետևից, կամ ես Ղազախստանից եմ գալիս եմ տուն վարձեմ, ուզում եմ նախնական ինչ որ գումար տամ, որ ուրիշին չտակ, եւ ուղարկում են կամ հղում ինչ որ ծառայության, որը ապրանքը տանելու է հեռուտեղ, կամ ինչ որ վճարային։ Ենթադրենք իբր հայփոստի ծառայությունը եւ այլն, եւ մարդուն ուղարկում են կեղծ հղում, ու արդեն ստեղ սկսվում է կինոն։ Առաջինը մարդ պետք է շատ ուշադիր լինի, եթե իրան ասում են, որ ենթադրենք հայփոստն է կամ Yandex-ի ինչ որ ծառայությունը ապրանք տեղափոխելու, պետք է շատ ուշադիր նայել հղումը, կարդալ։ Մեջ ինչ որ այդ բառը կա, Yandex-ը կամ վճարային համակարգը, իբր MoneyGram-ն է եւ այլն, բայց ուշադիր մարդը կնկատի, որ այդ բառից բացի այնտեղ կողքից լիքը ուրիշ բաներ կան խցկած եւ պետք է համեմատի, այսինքն եթե օրինակ հայփոստա, մի հատ Google-ով որոնես հայփոստ ու համեմատես այն հղման հետ, որը քեզ ուղարկել են, հաստատ տարբերություն եթե տվեց, ուրեմն խաբեբայ հետ գործ ունես։ Մյուս կարևոր բանը որն է, որ մարդ կտացրեց, բացեց այդ ծառայության բանը, ենթադրենք իրան փող են փոխանցում, ացրում անուն, ազգանուն, հասցե, բան, նորմալ է։ Բայց հետո ասում է բանկային քարտի տվյալները տուր։ Այստեղ մարդ պետք է շատ լավ հիշի, որ բանկային քարտի տվյալ ուզում են մենակ այն դեպքում, երբ որ դու ես վճարում։ Եթե քեզ պետք է փող փոխանցեն, բացարձակ պետք չի իմանալ այն հետևի կոդը եւ այլն։ Ու սրա վրա շատերն են քաշվում։ Մեկ մարդիկ այնքան անուշադիր են, որ չեն նկատում, որ այդ կեղծ էջի վրա նույնիսկ հուշող հարց կա, որ մի բան են չի, որտեղ գրում է ձեր քարտի վրայի մնացորդը գումարային։ Այդ հանցագործին պետք է իմանա, որ իմանա ինչքան փող քաշի միանգամից։ Մարդկանց մոտ հարց չի առաջանում, թե ինչու է այս մարդը ուզում իմանալ, թե ես ինչքան փող ունեմ, հա, եթե պետք է վճարում կատարեմ։ Այս տիպի խարդախությունները իրենք վնասակար են այնքանով, որքան փող ունեք դուք ձեր քարտի վրա։ Եթե չափից շատ տվյալ տվեցիք, կարող է նաև վարկ ձևակերպեն։ Այստեղ վնասները,
վարկերն էլ նենց չի, որ անverջ մեծության վարկ կարող է, մոտավորապես 8-10 միլիոն դրամի շեմից ավել չի գնում, էլի անդուրա ասենց զարհուրելի գումար կորցնել, բայց ավելի լուրջ կորուստներ լինում են, երբ որ մարդիկ կամավոր այդ փողերը փոխանցում են հանցագործներին, սովորաբար դա երկու սցենար է, մեկը մարդուն Facebook-ով, WhatsApp-ով, Telegram-ով, հազար ձևերով համոզում են, որ ինքը գումարը ներդրում կատարի ինչ-որ մեծ շահութակար վետությամբ ընկերության մեջ։ Դա լինում են ճանաչված ընկերություններ, կամ կարող է նույնիսկ տենց էլ չլինի, բայց սովորաբար օգտագործում են ճանաչված ընկերությունների անուններ։ Ամենատարածվածը Gazprom-ի անունից է, Meta-ի անունից է, բայց ինչ ասես կարող է հանդիպի։ Amazon, բան, սենց։ Ու ասում են փող դիր ու ինչ-որ ահռելի տոկոսներ կստանաս, մարդիկ դնում են, հետո սկսվում է, մի քիչ էլ դիր, որ ավելի շատ լինի, այս արային արա։ Ու այստեղ մարդիկ հաճախ շատ լուրջ գումարներ են դնում։ Նույնը կա կրիպտո արժույթի ինչ-որ թրեյդինգի տարբերակով։ Ասում են դու այդ փողերը դնում ես, մենք ինչ-որ ռոբոտներով այդ փողերը ավելացնում ենք կրիպտո արժույթի արք ու վաճառքով եւ մարդուն ինչ որ կայք են հրավիրում, վահանակա թվեր են մեծանում են, ասենց միլիոնները սկսում են աճել, մարդ ոգևորվում է, հաճախ սկզբից մի քիչ փող վճարում են, որ ոնց որ մարդը խայծը կուլ տա, ուտեղ արդեն սկսվում է ամենավատ մասը, ինչ որ մարդիկ այնքան են ոգևորվում, որ ինչ ասեմ, մեքենան են վաճառում, պարտք են վերցնում, ինչ ասես, ահռելի գումարներ են կորցնում։ Ինչ որ պահից մարդ հասկանա, որ իրան խաբում են։ Չնայած երկար իրան համոզում է, որ չի կախպատա, ես կան փող հələ ինձ սպասում է եւ այլն։ Բայց վերջը մարդ որ հասկացավ իրան խաբում են, այստեղ սկսվում է երկրորդ սերիան, որովհետեւ իր այդ սկսում են կապնվել ինչ որ ֆիրմաներ, իբր իրավաբանական ընկերություն Լյուքսեմբուրգից։ Ինչ որ նախկին KGB-ի աշխատողների ստեղծված ընկերություն։ Տարբեր սցենարներ են, բայց ասում են, եթե դու կորցրել ես այսպես փողը հեսա, կեղծ ներդրումներով, մենք կբերենք հետ։ Ու շատ հաճախ այս երկրորդ սերիայում մարդիկ ավելի շատ փող են կորցնում, որովհետև իրանց խոստացել էին շատ մեծ գումարներ, իրանք հույս ունենալով սկսում են սրանց էլ վճարել։ Չնայած այս նույն խաբեբաներն են կողքի սենյակից, պետք է հասկանալ մի քանի կարևոր բան։ Այդ վարկերը ձևակերպումը եւ այլն արվում է մի քանի սցենարով վատ տարբերակը մարդուն զանգում են, ընդ որում զանգում են հենց այդ բանկից, այսինքն մարդ տեսնում է որ հեռախոսում գրվեց բանկի հենց համարը ճիշտ։ Օրինակ ասում են հենց հիմա ձեր անունով վարկ է ձևակերպվում, մենք ձեզ փորձում ենք պաշտպանել, դրա համար մենք ինչ որ տվյալներ պետք է հիմա մեզ ասեք, հետո էլ ասում ահա շատ լավ է, հիմա էլ մի հատ կոդ կուղարկենք ձեզ, այդ կոդը մեզ ասեք, որ մենք ձեզ չեղարկենք այդ վարկը, բայց իրական այդ կոդը հենց վարկ ձևակերպելու կոդն է, մարդ ասում է ու վարկը գնաց։ Այստեղ պետք է հիշել կարևոր բան, որ ոչ մի կոդ, գաղտնաբառ, նման տվյալ երբեք չի կարելի ասել նույնիսկ այդ բանկի աշխատողին։ Բանկի աշխատողը երբեք ձեզնից չի հարցնի ոչ մի կոդ։ Եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ կասկածելի բաներ են ձեզ ասում, պետք է անջատել, հետ զանգել բանկ, եթե հետ զանգեք, արդեն ճիշտ բանկի աշխատողին կգտնեք։ Նաև պետք է խուսափել, օրինակ, անձնագրի նկարները, անձնագրային տվյալները զուտ թվով համարը բանը, հիմա այդքան պրոբլեմ չի։ Բայց եթե հանցագործների ձեռքում ձեր անձնագրի նկարն է, առավել վատ, եթե դուք օրինակ սելֆի եք արել անձնագիրը ձեռքում, ինչը ոնց որ անձը հաստատելու միջոց է, այստեղ կարող է վարկ ձևակերպել։ Դրա համար նմանատիպ բաներ կարելի է անել, եթե դուք 100%-ով, ես կասեի 1000%-ով համոզված եք, որ շփվում եք իրական կազմակերպության հետ ու ինքը իսկապես վստահելի է եւ այլն եւ այլն։
Սա պրոբլեմ է այսօր նրանում, որ քանի որ ամեն ինչ on-line է դառնում, վարկային ընկերություններն էլ ուզում են ամեն ինչը հեշտացնել, որ արագ վարկ տան, ստանան, հետ բերեն եւ այլն։ Ու այստեղ իհարկե ինչ որ կարգավորումներից դուրս մնացած ինչ որ մոխրագույն զոնաներ կան, որից էլ օգտվում են այդ հանցագործները։ Արդիկ շատ հաճախ շատ ոգևորված են արդեն ստացված շահույթով ու այստեղ այսեք օրինակ երկու տիպի խաբեություններ կան, որտեղ մարդիկ ինչ ասես տալիս են, ինչ տվյալ ասես տրամադրում են, որովհետև իրանց վստահելի է թվում, ինչու, օրինակ հիմա տենց on-line աշխատանքի ձևի խաբելու տարբերակ կա, մարդուն ասում են օրինակ մենք Google-ի պարտնյոր ենք, կամ հենց Google-ն ենք, կամ Amazon-ն ենք, Wildberries-ն ենք, Ozon-ն ենք, կարևոր չի։ Ու ասում են մենք դες գործ ենք on-line առաջարկում, ինչ որ բան անելու, մանր բան։ Այս մարդը անում է, ենթադրենք ինչ որ պետք է կլիկ անել, լայք դնել, կոմենտ գրել կամ ինչ որ վահանակա ինչ որ ապրանքներ են գալի, պետք է նշես ուր գնան իբր։ Եվ մարդուն սկզբից մի գցենք 15000 դրամ տալիս են, մի 20000 դրամ տալիս են։ Հետո ասում են, շատ լավ ես աշխատում, ընտիր աշխատող ես, մենք քեզ առաջարկում ենք դառնալ գործընկեր։ Դու մի հատ լրացուցիչ գումար ներդրում արա, ու արդեն քո եկամուտները կաճեն։ Ու տենց մարդ սկզբից մի 50000 է դնում, իրան տալիս են տենց մի շաբաթվա մեջ օրը ես 2-3%, բանից լուրջ փող է։ Կրկնապատկում են 2 շաբաթում։ Մարդը շատ է ոգևորում, ասում են, դու ես մի փուլներ անցար, հիմա կարող ես մեծ գումար, մարդ գնում է մի քանի միլիոն պարտկով վերցնում է, դնում է, ու այստեղ իրանք կորում են։ Իսկ ամենավատը դա ֆինանսական բուրգերն են, որովհետև այստեղ ոնց է աշխատում, մարդուն ասում են, բեր գումար դիր, մենք շատ վստահելի ֆիրմա ենք, որը, օրինակ, իրականներից է, տուրիստական բիզնեսի մեջ ենք միջազգային ներդրում անում, ինչ որ բնակարաններ ենք առնում, ծախում, հեզ անիվների արենդայի գործակալություն ենք։ Եվ մարդ գումար է դնում ու սկսում է ստանալ աննորմալ եկամուտներ, շատ մեծ։ Նենց որ ենթադրենք օրը 2-3-4%, որը տենց ուղղակի չի կարող լինել նորմալ կյանքում տենց եկամուտ, բայց հետո իրան ասում են, եթե դու նոր մարդկանց բերես, այս քո ռեֆերալով, այս հղումով, այս եսիմ բանով, մենք քո տոկոսը կսկսենք աճացնել ամեն մարդու վրա։ Ու մարդ սկսում է գնում է ոչ միայն ինքը սկսում է հավատալ, որտեղ իրան փողը տվել են։ Նաև լավության կարգով գնում է իր խնամի ծանոթ բարեկամներին ականջում, ասում է եկեք արդար է, ես շահել եմ եւ այլն, այս մարդիկ են գալի, իրանցել են փող տալիս։ Ու տենց մի քանի քայլ ու շուտով մի քանի տասնյակ հազար մարդ է հավաքվում, այս վերջի եկածները արդեն ոգևորված պարտկով, բանով, փողերը գալիս դնում են ու այստեղ փախնում են սրանք։ Որն է պետության դերը այստեղ եւ ինչ կարող անել պետությունը, որ չի անում եւ ինչպիսին է մյուսների փորձը, մյուս պետությունների դեպքում։ Տեսեք, իրականում Հայաստանում ներդրումային գործունեությունը լիցենզավորվող, այսինքն ով ուզես չի կարող ելնի ասի ներդրում արա։ Բայց առաջինը տարօրինակ կերպով ինչ որ նմանատիպ ընկերություններ հենց Գյումրիում էլ գործում էին, հա, հաջողացնում են մի քանի ամիս իրուն աշխատել։ Ինչ որ դեպքերում մեկ էլ հայտարարվում է պետական կամ մակարդակով, որ չենք խորհուրդ տալիս սրանից օգտվել եւ այլն, բայց դա օրենքը պետք է շատ հստակ լինի, այսինքն ֆինանսական բուրգերը պետք է այն ամենասկզբից արմատախիլ արվեն, պետք է թույլ չտաս մարդկանց վճարել աննորմալ տոկոսադրույքներ, եթե տակը չկա ռեալ բիզնես, որտեղ իրականում այդ բուրգերում փողը վճարում են նոր եկածների փողի հիմա վրան, չէ՞ որ իրականում բիզնեսի մեջ են փոխել։ Դրա համար կարծում եմ պետության կողմից առնվազն այն բաները, որոնք ստեղ են գործում կամ միջնորդների են վարձում, որ այստեղից մարդիկ աշխատում են ու
վստահելի են դարձնում շատերի համար, որտեղ ասում են դե սա մեր հարևանը դրա մեջ է, ուրեմն նորմալ բան կլինի։ Այդտեղ պետք է շատ օրենսդրությունը ավելի հստակեցնել ու ուղղակի հենց ամենասաղմնային մակարդակում վերացնել։ Բայց խնդիրն անում է, որ շատ բաներ Հայաստանում չեն։ Ուղղակի սոցցանցերով, Telegram-ով մարդկանց գայթակղում են։ Ու այստեղ իհարկե պետությունը կարող է ինչ-որ բան անի, այնքանով, որ օրինակ մարդկանց անընդհատ իրազեկի, եսիմ եւ այլն, բայց մեկը ամեն մեկի հետևից չես ծնգնի, այստեղ մարդիկ պետք է նաեւ իրենք էլ լուրջ մոտենան սենց հարցին։ Ինչպես պաշտպանվի անձը նմանատիպ խարդախություններից սմարթֆոնների դեպքում, համակարգիչների եւ հեռախոսների։ Ասեք, անձնական տվյալների հարցը շատ բարդ է, որովհետեւ ինչ որ հարցերում մարդն է մեղավոր, որովհետեւ մենք սոցցանցերում ինչ ասես մեր մասին գրում ենք։ Մեծ հաշվով օրինակ երբ որ խարդախները կապնվում են, օրինակ շատ տարածված ձև է, դու ունես բարեկամ լոսում ապրող, այդ բարեկամին տեսնում են, որ ունես բարեկամ, իսկ դա երևում է սոցիալական ցանցերով։ Իրա Facebook-յան կամ Instagram-յան էջով կլոն են սարքում, լրիվ մեկին։ Ուսկ զանգ կամ գրում են, ասում են շտապ, ես իմ հիվանդանոց եմ ընկել, մի հատ փոխի, այստեղ գիշերա բանկը փակա, առավոտը հետ կուղարկեմ ու տենց գողությունա, որ կատարվում է, որում դա ինչ-որ բաներ, որ Հայաստանից է արվում շատ հաճախ։ Այստեղ հանցագործները օգտվում են նրանից, որ մենք շատ բաց ենք։ Ու առավել խոցելի են երեխեք իհարկե, այստեղ շատ կարևոր է, որ օրինակ երեխաների հետ խոսվի, դպրոցները, ծնողները եւ այլն, որ օրինակ հաշիվները բաց չսարքեն, միայն ընկերների համար, ում հետ ասես չընկերանան, շատ զգուշավոր լինեն անծանոթների հետ շփումներում, հա, եթե իրական կյանքում տենց փոքր երեխեքին ասում են այնտեղ անծանոթ ձյաձյայից կոնֆետ չվերցնես եւ այլն, ինտերնետում նրանք շատ ավելի շատ են ու բազմազան ու բազմակողմանի, հա, այդ անծանոթ ձյաձյաները եւ ինչու՞ չէ ծոցյաները, բայց խնդիրը նաեւ նրանում է, որ պետությունն է անլուրջ մոտենում, որտեղ օրինակ տեսեք, կա անձնական տվյալների պաշտպանության օրենսդրություն, օրենք կա, բայց պատիժները, տուգանքները այնքան ցածր են, որ բիզնեսները ուղղակի այսպես մատների արանքով են նայում պաշտպանությանը, որտեղ հա, քարը պայթի տրակի 500,000 դրամով են տուգանվելու, այն էլ որ Հայաստանի պատմության մեջ ոչ ոք չի տուգանվել։ Պլյուս իհարկե ինչ-որ դեպքեր կան, որ պետությունը ինքն է մեր տվյալները տարածում, որը անընդհատ խոսում է, բայց չի փոխվում այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի վրա մեր բոլորի անունները, հասցեները, ում հետ ենք գրանցված ծննդյան թիվը, սա դրած է։ Նաև ով մասնակցել է ընտրություններին, այն ստորագրություններն են երևում, որտեղ այդ լավաշներից կանը տեղադրվում է։ Այսպես որ իրականում շատ վտանգավոր է այլ իրավիճակ։